Եթերում Էպիկենտրոնը շարունակում է աշխատանքը, ես Տաթևիկ Ավետիսյանն եմ, բարի երեկո, օրվա կարևոր իրադարձությունները նախամարոտ։ Սրտիկով մեքենա, քարտեզով կրծքանշան եւ խաղաղության քարոզ, ԿՊԱ-ականները դարձյալ դուրս են եկել փողոց։ Ահա սարսափի մեջ եք պահում։ Չէ, մենք ահա սարսափի, մենք ընդհակառակը։ Պատերազմի մեկնարկից 4 շաբաթ անց նոր ուժեր են մտնում ռազմական գործողությունների մեջ։ Եմենի հութիները հարվածել են Իսրայելին։ Թրամփն անվանակոչում է Հորմուզի նեղուցը, իսկ մուլտիպլիկատորները ցույց են տալիս ցամաքային ներխուժման հնարավոր հետևանքները։ Անչափահասները կիթառ են նվագել, գույք այրել եւ տարվել նախաքննական մարմին։ Մանրամասներ կանազի հրդեհի գործով։ Գանանային զարթոնք եւ Եռուզեր Արարատյան դաշտի մեղվանոցներում։ Ռոզա Ծառուկյանը հետևել է մեղուների զարգացման շրջանին։ Փաշինյանն ու թիմակիցներն այսօր դարձյալ անցել են դռնեդուր, քաղաքացիներին համոզելով հունիսի 7-ի ընտրություններում քվեարկել իրենց օգտին։ ԿՊԱ-ականները Երևանում շրջել են ոչ թե ուրախ ավտոբուսով, այլ ոտքով։ Վարչապետը կուսակիցների մոտ է հասել վարելով կապույտ մեքենա, որի տանիքին նրա սիրած սրտիկի ժեստն է, իսկ դռան վրա գրված է խաղաղություն։ Փաշինյանն ու մյուս իշխանավորները մարդկանց Հայաստանի քարտեզով կրծքանշաններ են բաժանել եւ քարոզել իրենց բերած խաղաղությունը, բայց ոչ բոլորն են վերցնում այդ կրծքանշանը։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում մի կին ասել է, որ վարչապետ նահ ու սարսափի մեջ է պահում մարդկանց, ասելով, որ եթե իշխող ուժը չվերարտադրվի, պատերազմ կսկսվի։ Թորնիկս ծառայում է։ Հիմա ես կոնկրետ մենակ իմ թորնիկի մասին չի մտահոգությունը, մեր ընդհանուր երկրի երեխեքի մասին է, որ դուք անընդհատ ասում եք պատերազմա լինելու, եթե ինձ չընտրեք, ես լսել եմ, շատ մեծ մտավախություն կա իմ մեջ, ու ես տառապում եմ դրանով։ Պետք չի տառապել, որովհետև հիմա կարող է ես ընտրում եմ ձեզ, բայց մեծամասնությունը չի ընտրում։ Ահա սարսափի մեջ եք պահում։ Չէ, մենք ահա սարսափի մեջ։ Մենք ընդհակառակը ժողովրդին ասում ենք, որ խաղաղություն ենք հաստատել, խաղաղությունը հաստատված է եւ բոլորին կոչ ենք անում, որ խաղաղությանը տեր կանգնենք։ Բայց խոսելուց փաստացի ոչ մեկ չի ասում, փաստացի այդ խաղաղությունը հաստատված է։ Ես եմ ասում։ Ես ասում եմ հաստատված է։ Մեր խաղաղության սիմվոլն է, նվիրեմ մի հատ ձեզ։ Վայ, չեմ ուզում։ Ինչի։ Չեմ ուզում։ Ես կսպասեմ ու ես ուզում եմ, որ անձամբ այս ընտրություններից հետո ես ձեզ տեսնեմ։ Այդ ուղղակի իմ խնդրանքը կլինի։ Հիմա դուք քվեարկելու եք մեր օգտին, թե չէ։ Թողեք ինձ։ Հա, թողանք։ Ես ընտրությունները ցույց կտամ։ Կոնկրետ ինձ այս բանակի, այս պատերազմի այդ տենց հարցերն է ինձ առաջնահերթ։ Բոլորիս։ Խաղաղության։ Այո, խաղաղությունը, տեսեք, ինչա այս գլխարկի վրա ինչա գրած։ Այն ժամանակ էր գրված։ Չէ, հիմա գրված է, հիմնավորված է գրված։ Հեռախոսով զրուցել են Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները։ Արարատ Միրզոյանը եւ Սեյեդ Աբբաս Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների եւ իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի եւ բազմակողմ հարթակներում առկա հարցերի։ Ուղիղ 4 շաբաթ առաջ Ամերիկան եւ Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա, սպանելով Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդին եւ քաղաքական ղեկավարության ազդեցիկ դեմքերին։ Չնայած ծանր կորուստներին, Իրանը չի ընդունում Թրամփի պարտադրած նախապայմանները եւ ինքն է պատասխան ավերիչ հարվածներ հասցնում տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին եւ Իսրայելին։ Երեկ եւ այսօր Իրանի թիրախում են եղել Սաուդյան Արաբիայում եւ Դուբայում տեղակայված ամերիկացի զինվորականները։ Պատերազմի մեկնարկից 4 շաբաթ անց մարտական գործողությունների մեջ են մտել նաեւ Եմենի հութիները հարվածելով Իսրայելին։ Պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց Իրանը շարունակում է ինտենսիվ հարվածներ հասցնել իր հարևան այն երկրներին, որտեղ կան ամերիկյան բազաներ ու զորք։ Սաուդյան Արաբիայում գտնվող Արքայազն Սուլթանի ավիաբազայի վրա Իրանի հարվածի հետևանքով 12 ամերիկացի զինվոր է վիրավորվել։ Երկուսը ծանր վիճակում են, Reuters-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։ Շաբաթ Իրանը հայտարարեց, որ հարվածել է նաև Դուբայում ապաստանած ամերիկացի զինվորականներին։ Բսմելլահ Ղասեմ էլ-Ջաբարին
Մենք նախապես զգուշացրել էինք, որ ամերիկյան զավթիչ բանակը մեր զինված ուժերի հզոր հարձակման եւ տարածաշրջանում իր ռազմակայանների ոչնչացման պատճառով փախուստի է դիմել եւ թաքնվել իր ռազմակայաններից դուրս։ Վերջին ժամերի ընթացքում Դուբայում հայտնաբերվել են նրանց 2 թաքստոցները, որոնցից առաջինում թաքնվել էր ավելի քան 400, իսկ երկրորդում ավելի քան 100 մարդ։ Երկու վայրերն էլ հայտնաբերվել եւ խոցվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական եւ ռազմածովային ուժերի քաջարի մարտիկների գերճշգրիտ հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով։ Նրանք շատ ծանր կորուստներ են կրել։ انقلاب اسلامی قرار گرفتند. Ամերիկյան կողմը պատերազմի սկզբից ի վեր հայտնել է 300 վիրավորի մասին, որոնցից 273-ը ըստ Վաշինգտոնի արդեն վերադարձել են ծառայության։ Պաշտոնական տվյալներով հակամարտության ընթացքում զոհվել է ամերիկացի 13 զինվոր, բայց Թրամփն իր կորուստների մասին չի խոսում։ Ավելին, Ամերիկայի նախագահը որոշել է իր անունով կոչել աշխարհի խոշորագույն ծովային լոգիստիկ հանգույցներից մեկը, որն Իրանը փակ է պահում արդեն գրեթե 4 շաբաթ։ They have to open up the Strait of Trump, Hormuz. Նրանք ստիպված կլինեն բացել Թրամփի նեղուցը, կներեք Հորմուզի։ ԶԼՄ-ները հիմա կգրեն նա պատահաբար է ասել այդպես, ոչ, ինձ հետ պատահականություններ չեն լինում։ ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ շատ հիասթափված է ՆԱՏՕ-ի արձագանքից Իրանի դեմ պատերազմին։ Ես միշտ ասել եմ, որ ՆԱՏՕ-ն թղթե վագր է։ Մենք օգնում ենք ՆԱՏՕ-ին, բայց նրանք երբեք չեն օգնի մեզ, բողոքել է Թրամփը, հստակ ակնարկելով, որ միայն Իրանով չի սահմանափակվելու։ Military, I said, you'll never have to use it, but sometimes you have to use it. Ես ասել եմ, որ երբեք պետք չի լինի ուժ կիրառել, սակայն երբեմն ստիպված ես լինում դա անել։ Իդեպ հաջորդը Կուբան է։ Խնդրում եմ ձևացրեք, իբր չեք լսել։ Խնդրում եմ ԶԼՄ-ներ, անտեսեք այս խոսքը։ Կուբան հաջորդն է։ Իրանական ԶԼՄ-ները հայտնում են նաև ավելի քան 10 հարվածի մասին Բահրեյնում գտնվող Ամերիկայի ռազմաբազաների ուղղությամբ։ Իրանը գիշերը հարվածներ է հասցրել նաև Իսրայելին։ Թել Ավիվի բնակելի շենքի վրա արկի բեկորների հարվածից 1 մարդ է զոհվել, 2-ը վիրավորվել։ נפל פה בשיפודי התקווה. Իսրայելին հարվածում են նաև Իրանի պրոքսիները։ Եմենի հութիները ստանձնել են Իսրայելի վրա հրթիռային գրոհի պատասխանատվությունը, որը նրանց առաջին հարձակումն էր Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր։ Հութիների ռազմական խոսնակը հայտարարել է, որ հարձակումները կշարունակվեն մինչև հայտարարված նպատակներին հասնելը։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ որսացել է հրթիռը։ Իսրայելն իր հերթին է շարունակել հրթիռահարել Իրանի տարածքը։ Բուրջերդի բնակելի թաղամասի վրա հարձակման հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 35 մարդ։ Իրանական հեռուստաալիքները հրապարակել են հրթիռակոծված Ղոմի Փարդիսան քաղաքի կադրերը, որտեղ երեխաներ են սպանվել։ Հարձակման են ենթարկվել նաև Իրանի արդյունաբերական օբյեկտները, պողպատաձուլական ձեռնարկությունները եւ ուրանի հանքաքարի խտանյութի արտադրության գործարանը։ Իրանական հարթակները հայտնում են Խոնդաբ շրջանում ծանր ջրային ռեակտորով Համալիրին եւ Էրդեկանում ուրանի խտանյութի արտադրության գործարանին հասցված հարվածների մասին։ Ֆարս գործակալության տվյալներով հարձակումների են ենթարկվել Ահվազի շրջանի Խուզեստան ստիլ եւ Սպահանի Մոբարակե ստիլ ձեռնարկությունները։ Ի պատասխան Իրանը Իսրայելում եւ տարածաշրջանի այլ երկրներում պողպատի 6 գործարաններ սահմանել է որպես նոր թիրախներ հարվածների համար։ Աշխարհը տեսել է, թե ինչպես է ինքներդ սկսել կրակի հետ խաղալ, հարձակվելով ենթակառուցվածքների վրա։ Այս անգամ ակննդական սկզբունք չի լինելու։ Սպասեք, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին է զգուշացրել է, որ Իսրայելը ծանր գին կվճարի երկու քաղաքացիական միջուկային օբյեկտների եւ պողպատաձուլական գործարանների վրա հարձակումից հետո։ Իսրայելի գործողությունների ու հեռահար նպատակների մասին տարածաշրջանի երկրներին զգուշացում է ուղղել Թուրքիան. Çünkü savaştan önce İran müzakereye girerken tam da bu
Տարածաշրջանը ներքաշվում է Իսրայելի սցենարով մշակված խաղի մեջ։ Իսրայելը ցանկանում է, որ տարածաշրջանի իսլամադավան երկրները մտնեն միմյանց հետ երկարատև հակամարտության մեջ։ Մեր խորհուրդն է եւ Իրանին եւ մյուս երկրներին չընկնել Իսրայելի ծրագրած այս խաղի մեջ։ Խաղաղության ամենամեծ խոչընդոտն այս պահին Իսրայելի դիրքորոշումն է։ Ամերիկացի լրագրող Ահմադ Հուսամը նշել է, որ Ամերիկան թերագնահատել է իսլամական հեղափոխությունը եւ Իրանի ուժը։ And it's funny that they could underestimate something that they've spent so many decades. Զավեշտալի է, որ նրանք կարող էին թերագնահատել մի բան, որին տասնամյակներ շարունակ ուշադրություն են դարձրել, ուսումնասիրել, ներթափանցել դրա մեջ ու փորձել խարխլել այն։ Ակնհայտ է, որ չէին հասկացել, քանի որ կարծում էին, թե կարող են ոչնչացնել պետական կառույցները եւ խարխլել դրանք կաշառելով մարդկանց, որպեսզի նրանք դիմեն բռնության ու դավաճանության։ Նրանք կարծում էին, թե կարող են կործանել Իրանը, վերացնել նրա հակաօդային պաշտպանությունն ու իջիկ դարձնել նրա պատասխան հարված հասցնելու կարողությունը։ Այն, որ ամերիկացիների նոր անակնկալներ են սպասվում, կանխատեսում են նաև մուլտիպլիկատորները։ Իրանական լրատվամիջոցներում տարածվել է Lego անիմացիա, որում ցույց է տրվում, թե ինչ դաժան ճակատագրի են արժանանում ամերիկյան զորքերը, որոնք փորձ են անում ցամաքային ներխուժում սկսել Իրանի կղզիներ։ You killed me, Trump! Ալինա Սահակյան, Էպիկենտրոն։ Մերձավոր Արևելքի ռազմական գործողություններին մասնակցած աշխարհի ամենամեծ ավիակիրը Ջերալդ Ֆորդը ժամանել է Խորվաթիայի Սպլիտ քաղաքի նավահանգիստ։ Ամերիկյան դեսպանատունը հայտարարել է, որ այցը նախապես պլանավորված է եւ ավիակիրը եկել է սպասարկման։ Ավելի քան 13 միլիարդ դոլար արժողացող ավիակրի վրա ավելի վաղ վթար էր եղել։ Լվացքատանը բռնկված հրդեհից հետո վիրավորվել էր անձնակազմի 2 անդամ եւ հսկա նավը ստիպված էր եղել դուրս գալ Իրանի դեմ մարտական գործողություններից։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ Բեյրութին հասցված գիշերային հարվածի ժամանակ սպանվել է Հեզբոլահի 2 բարձրաստիճան անդամ։ Նրանք ըստ Իսրայելի պատասխանատու են եղել Հեզբոլահի ներսում կապի շարունակականության պահպանման համար։ Հարվածներից մեծապես տուժել են խաղաղ բնակիչները եւ Լիբանանի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Լիբանանի բնակչության մոտ 1/4-ը տեղահանվել է երկրի հարավից եւ Բեյրութի հարավային արվարձաններից։ Լիբանանի հարավային իսրայելական հարվածների հետևանքով այսօր 2 լրագրող է զոհվել։ Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքով ստեղծված էներգետիկ մատակարարման խափանումները Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայի վառելիքի կայաններում մեքենաների եւ հասարակական տրանսպորտի երկար հերթեր է առաջացրել։ Քաղաքի տարբեր մասերում վառելիքի սպասող մեքենաների երկար հերթեր են, որոշ կայաններում էլ տեղադրված է վառելիք չկա ցուցանակներ։ Եթովպիայի կառավարությունը հանձնարարել է պետական հաստատությունների եւ ձեռնարկությունների բազմաթիվ աշխատակիցների տարեկան արձակուրդի կամ հեռավար աշխատանքի ուղարկել վառելիքի սահմանափակ պաշարները խնայելու եւ տրանսպորտի պահանջարկը նվազեցնելու նպատակով։ Եթովպիան, որը մոտ 130 միլիոն բնակչություն ունեցող երկիր է, շարունակում է ենթարկվել արտաքին ցնցումների, քանի որ բենզինի ամբողջ ծավալը ներմուծում է հիմնականում Պարսից ծոցից։ Հորմուզի նեղուցի արգելափակումը հարվածել է նաև ֆրանսիացիների գրպանին։ Ֆրանսիական բեռնատարների վարորդները բողոքի ցույց են արել, փակելով երկրի հարավ-արևելյան Շաս-Սյուր-Ռոնի մայրուղին։ Վարորդները բողոքում են վառելիքի թանկացումից եւ պահանջում կառավարությունից ավելացնել բեռնափոխադրողներին հատկացված աջակցությունը։ Սիրիայում եւս լարված վիճակ է։ Տասնյակ զինյալներ ներխուժել են Համա նահանգի քրիստոնյաներով բնակեցված Ալ-Սուքեյլաբիա գյուղ։ Նրանք հարձակվել են մարդկանց վրա, կրակել ու թալանել քրիստոնյաների ունեցվածքը։ Բնակիչները պատմել են, որ ոստիկանները ժամեր շարունակ չեն միջամտել։ Հարձակումը տեղի է ունեցել մարտի 27-ի երեկոյան։ Կարգուկանոնը massամբ վերականգնվել է, երբ մոտակա տարածքներից ժամանել են անվտանգության լրացուցիչ ստորաբաժանումներ, սակայն հարձակվողներին ձերբակալելու փոխարեն նրանք 4 քրիստոնյա երիտասարդի են բռնել։ Գյուղի
բնակիչները որոշել են հայտարարել եռօրյա համընդհանուր գործադուլ եւ փակ պահել խանութները որպես զայրույթի եւ դժգոհության արտահայտություն։ Հորդառատ անձրևները կրիտիկական իրավիճակ են առաջացրել Դաղստանում, տասնյակ տներ են հայտնվել ջրի տակ։ Մախաչկալայում արտակարգ դրություն է հայտարարվել, 14 շրջաններում եւ մայրաքաղաքում խափանվել է էլեկտրամատակարարումը։ Հորդառատ անձրևների հետևանքով նաեւ երկաթուղային կամուրջ է բլուզվել։ Տեղական իշխանությունները Յարիկ-Սու գետի վարարման պատճառով սահմանափակումներ են մտցրել ճանապարհային եւ գետի վրայով անցնող հետիոտնային կամուրջներով մեքենաների երթևեկության վրա։ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ մարտի 27-ին հայտնաբերվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել 3 անձ, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ։ Նախնական տվյալով 3 անչափահաս մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն։ Բարձրագույն դատական խորհուրդը մեկնաբանել է արտաքին գործերի նախարարության նախկին աշխատակցի գործով նախորդին կայացված վերդիկտը։ Դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Ալեքսանյանին վերագրված եւ դատարանի հաստատած արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին, հայտարարել է ԲԴԽ խոսնակը։ Ծովինար Խաչատրյանը նշել է, որ մեղադրական վերդիկտ կայացվելու պայմաններում մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումը թողնվել է անփոփոխ։ Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կիլոմետր հարավ-արևելք։ Այսօր տեղական ժամանակով 14:26-ին գրանցվել է երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կիլոմետր հարավ-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ, 2.5 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Այս տարածքում օրեր առաջ եւս գրանցվել էին երկրակեղևի ցնցումներ։ Մարտի 27-ից 28-ը Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել քարաթափումների վերաբերյալ։ Դեպքի վայր մեկնած Հրշեջ փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները պարզել են, որ քարերը թափվել են Տաթև-Լծեն ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին, որտեղ երթևեկությունը դարձել է միակողմանի, եւ Հալիձորից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածում, որը փակվել է։ Փրկարարները Պարեկների եւ Ճանշինի աշխատակիցների հետ նշված հատվածներում իրականացրել են սահմանազատման եւ քարերի հեռացման աշխատանքներ։ Երթևեկությունը վերականգնվել է։ Կապանը հորդառատ տեղումների ռեկորդակիրն է Հայաստանում։ Սյունիքի մարզկենտրոնն իր ֆիզ աշխարհագրական դիրքով պայմանավորված առանձնանում է հորդառատ տեղումներով։ Հայաստանի հիդրոթերապևտաբանական պատմության մեջ տեղումների օրական առավելագույն քանակը գրանցվել է հենց Կապանում 1960 թվականի հուլիսի 21-ին եւ կազմել է 176 մմ։ Մեկ օրում թափված տեղումները կազմել են Երևանի տեղումների տարեկան քանակի կեսից ավելին։ Նախորդին եւս Կապանը հեղեղվել էր գետերի ջրերով։ Այսօր գետերը հանդարտվել են, իրավիճակը վերադարձել է բնական անհուն։
Գարնանային զարթոնքին զուգահեռ եռուզեռ է հայկական մեղվանոցներում։ Թեև եղանակային անակնկալներն այս տարի որոշ դժվարություններ են ստեղծել, սակայն փորձառու գյուղատնտեսները գիտեն խնդրի լուծումը։ Ինչպես հասկանալ մեղուների լեզուն, վերականգնել մեղվա ընտանիքները եւ ստանալ անաղարտ մեղր։ Մուլտիագրո գիտաարտադրական միավորման հարյուրավոր փեթակներն այս օրերին Արարատյան դաշտում են, իսկ աշխատանքների կենտրոնում 62 տարվա փորձ ունեցող Ռոզա Ծառուկյանն է։ Արարատյան դաշտի բերքառատայգիներում են ժամանակավոր հանգրվան գտել մուլտիագրո գիտաարտադրական միավորման հարյուրավոր փեթակները։ 62 տարի մեղվաբուծությամբ զբաղվող Ռոզա Ծառուկյանն ամեն տարի ծառերի ծաղկման այս փուլում անձամբ է հետևում մեղուների զարգացման շրջանին։ Գարնանը մարտի 1-ից, երբ որ գարնանային սեզոնը սկսում է, ես անմիջապես մասնակցում եմ մեղվաբուծական տնտեսության ցանկացած աշխատանքի, դա գարնանային ստուգումներն է, բուժ պրոֆիլակտիկ բուժոցառումներն են, հաշվառում է ինչքան անկում ունենք, ինչքան անկում չունենք, ինչպիսի ուժ ունի մեղուն, ինչ անհրաժեշտություն կա, ինչպիսի դեղամիջոցներով պիտի բուժենք, որպեսզի կարողանանք մասնակցենք ընդհանուր զարգացմանը։ Հազարի է հասնում միավորման մեղվաընտանիքների քանակը, որի մի մասը Սյունիքում է։ Ռոզա Ծառուկյանին այնտեղի մեղվաբույծներն էլ են սպասում։ Եղանակի պատճառով այս տարի մեղուների անկումներ կան, բայց սեփական տնտեսության հաշվին արագ կվերականգնի ու կանցնի առաջ։ Ոլորտի զարգացումն ու երկրի տնտեսության աճն են կարևորը, ասում է փորձառու գյուղատնտեսը։ Դրա խնդիրը չկա, որ ես զբաղվեմ մեղրի արտադրության եւ մեղրի իրացման հարցով, ես զբաղվում եմ մեղվաբուծության զարգացման հարցով։ Պահանջարկը շատ մեծ է այս տարի, երևի մայիսի 15-ից հետո մենք կսկսենք մեղուների վաճառք։ Անաղարտ մեղրի գաղտնիքը ստեղծողի ազնիվ լինելու մեջ է։ Տիկին Ռոզան մեղուների լեզուն հասկանում է տասնամյակներ շարունակ։ Գիտի ամեն ծաղկի փոշուց ինչ համ է ստացվելու։ Հիշում է, պատմում ու հպարտանում, որ մի շարք արտադրողներ իրենց փորձից են օգտվում, խորհուրդներ հարցնում։ Այս տարի ակնկալիքները մեծ են, բերքառատ տարի է լինելու, բայց ոչ մի բարենպաստ եղանակ չի կարող տալ սպասված արդյունքը, եթե չաշխատես։ Աշխատել ենք, աշխատում ենք ու պիտի աշխատենք։ 93 տարեկանն եմ արդեն լինելու, ես այսօր աշխատում եմ ու պիտի աշխատեմ։ Չգիտեմ, գուցե բնությունն է ինձ այսպես ստեղծել, որ ես կարողանամ մինչև իմ կյանքի վերջի օրը աշխատանքի մեջ լինել։ Աստված դախերով լինի, բարի բերք լինի, երկրին խաղաղություն, մեր մեղվաբուծությանն էլ զարգացում։ Իզաբելլա Հովանիսյան, Էպիկենտրոն։ Վաղը Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Բելարուսի ընտրանու հետ։ Մրցակցի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն ասել է, որ առաջիկա խաղում Հայաստանի թիմից թաքցնելու ոչինչ չունեն, պարզապես իրենց ֆուտբոլիստների վիճակն են փորձում հասկանալ։ Ձգտելու ենք հնարավորություն տալ, որ բոլոր ֆուտբոլիստները խաղաժամանակ ստանան, ասել է Գոնչարենկոն։ Խաղին անդրադարձել են նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը եւ պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Ցրվենա Զվեզդայի աստղը ասել է, որ չնայած հանդիպումն ընկերական է, թիմի համար կարևոր է լինելու հաղթելը։ Հայաստան-Բելարուս ընկերական հանդիպումը կմեկնարկի ժամը 18-ին։ Мне, честно говоря, сложно оценивать. Վերջին շրջանում կան արդյունքներ եւ գոլային փոխանցումներ։ Սա ինձ տալիս է վստահություն եւ ավելի շատ ուժ է հաղորդում, որպեսզի նախապատրաստվեմ վաղվա խաղին։ Մենք չունենք մեր թիմում ընկերական խաղ հասկացություն։ Կա խաղ, որին գալու են մեր հայաստանյան եւ ոչ միայն հայաստանյան երկրպագուները։ Իսկ մենք գալիս ենք այստեղ առաջին հերթին, որպեսզի հաղթանակ պարգևենք մեր ազգին, ուրախացնենք նրանց։ Մեծ փոփոխություններ են ազգային հավաքականում, այդպես ստացվեց։ Ֆուտբոլիստներ կան, որ եկել են իրենց ժամանակը գնալու ազգային հավաքականից, կան ֆուտբոլիստներ, որոնք ժամանակն է գալ հավաքական։ Մենք այդ էտապի մեջ ենք, դրա համար պետք է լավատես լինել, համբերություն ունենալ եւ աշխատել։ Եթե հրավիրվել են, ուրեմն արժանի են։ Կարող են իրենց տեղի համար պայքարեն ու ցույց տան, որ կարևոր են ազգային հավաքականի համար, դա վաղվա խաղը եւ ընկերական խաղերը ցույց կտան։ Չի ուզենա բողոքեի, մենք պատրաստ ենք վաղվա խաղին փորձարկումներով, տեսնել են ինչ ուզում ենք տենանք խաղին եւ աշխատենք։
Իսկ այս ընթացքում ոչ չենք ունեցել խաղ, ուրիշ ուղղություններով ենք մտածել եւ աշխատել, չեմ կարծում, որ կորած օրեր են եղել։ Եվ վերջում հոսանքի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջան 11-ից 17, Պարոնյան փողոց 1 շենք, Փարպեցի փողոց 4, 6, 10, 12 շենքեր, Մաշտոցի պողոտա 17, 19, 21, 23, 25 շենքեր, Պուշկինի փողոց 37, 39, 41 շենքեր, Դավթաշեն վարչական շրջան 10-ից 16, Դավթաշեն առաջին թաղամաս 11, 12, 13 14-15 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Մալացիա Սեբաստիա վարչական շրջան 10-ից 16, ՀԱ A2 թաղամաս 201, 203, 205, 206, 207, 208, 229, 230, 233, 234, 235, 238, 240-ի A, 240-ի B շենքեր, Շերամի փողոց 1, 3, 5, 7, 9, 15, 17, 233 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Շահումյան 16 փողոց Մասնակի, Անդրանիկի փողոց 16, 18, 20, 22 շենքեր, Օհանովի փողոց 1, 9, 11, 13, 15, 17 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Ավան վարչական շրջան 11-ից 15, Թումանյան թաղամաս 10, 11, 12, 12-ի 1, 12-ի 2, 13-ի 1, 13-ի 2, 13-ի 3, 46, 46-ի 2 շենքեր եւ հարակից տարածքների առանձնատներ։ Հայ-ռուսկո գեներացիա ՓԲ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Նոր-Նորք վարչական շրջան 11-ից 17, Նոր-Նորք երկրորդ զանգված, Մոլդովական փողոց 43-ի 1, 43-ի 3 շենքեր եւ հարակից տարածքների առանձնատներ։ Զեննի հայր եւ որդի ավաքյաններ ՍՊԸ-ներ, Փորձարարական գործարան ԲԲ, Յուքոմ ՓԲ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Արագածոտնի մարզ 11-ից 12-ը Արագածավան, Թլիկ եւ Գետապ գյուղեր։ Արարատի մարզ 13-ից 14-ից 30, Արտաշատ քաղաք, Մարքսի, Հակոբյան, Թումանյան, Շահումյան, Տերյան եւ օգոստոսի 23-ի փողոցներ Մասնակի։ Վայոց ձորի մարզ 11-ից 13-ը Վայք քաղաք, Սիամանթոյի, Շահումյան փողոցներ Մասնակի, Մոս թաղամաս Մասնակի, Աղավնաձոր գյուղ։ Գեղարքունիքի մարզ 11-ից 11-30, Նոր Գետաշեն բնակավայրն ամբողջությամբ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Լոռու մարզ 11-ից 14-ը Ալավերդի քաղաք, Էնգելս թաղամաս, 11-ից 15-ը Սպիտակ քաղաք, Գերմանական թաղամաս, Քրք Քրքորյան եւ Սայաթ Նովայի փողոցներ Մասնակի։ Սյունիքի մարզ 11-ից 14-ը Սիսյան քաղաք, Նժդեհի, Իսրայել օրի, Որոտան, Սարալանջի փողոցներ եւ Քսիսյան հիդրոշինարարների այգի, Գորիս քաղաք, Անկախության փողոց, Վերիշեն եւ Ակներ գյուղեր Մասնակի։ Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 08180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Այսքանը այս թողարկմանը։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։ Ցտեսություն։